Ողջույն, թե երեկ, թե այսօր տեղի ունեցան խայտառակ իրադարձություններ ու դժվար է անգամ ասելը, թե որն էր ավելի մեծ խայտառակություն։ Նիկոլն ու Ալիևը մրցանակ էին ստանում մարդկային եղբայրության, խաղաղության համար։ Գիտեք, եւ ներսից է դա խայտառակություն եւ դրսից։ Երկիրը լցված է քաղաքական բանտարկյալներով, քաղհալածյալներով, հասարակությունը պառակտված, ատելության գերադրական աստիճան է երկրում, ազգային բարերարը կալանքի տակ է, եկեղեցին հալածվում է, քաղաքականապես եւ նաեւ քրեական հոդվածներով, սոցիալական ու հասարակական մի շերտ չկա, որին իշխանությունը վատություն արած չլինի։ Հանցավորությունը քրքրում է մեր երկիրը ու այդ ամենի ստեղծողը արժանանում է խաղաղության մրցանակի։ Ցանկացած մեկը, որ խաղաղ չէ իր քաղաքացիների հետ իր երկրի ներսում, նա խաղաղության մրցանակի անգամ փոքր արժանիք չի կարող ունենալ։ Փետրվարի 4-ին Փաշինյանն ու Ալիևը Աբու Դաբիում հանդիպեցին, ողջունեցին խաղաղության օգուտները հասարակության անունից։ Ողջունեցին քաղաքացիական հասարակություն կոչված մի քանի հոգու փոխադարձ այցելությունները, խոսեցին վստահության ամրապնդման մասին, այնուհետև ստացան Զայեդ մարդկային եղբայրության 2026 մրցանակը։ Իսկ այսօր Ալիևը ցմահ դատապարտման ենթարկեց Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանին, Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանին։ Արցախի նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման, Մադադ Բաբայանը եւ Մելիքսեթ Փաշայանը 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը 18 տարվա ազատազրկման, Դավիթ Ալլահվերդյանը 16 տարվա, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը եւ Վասիլի Բեգլարյանը դատապարտվեցին 15 տարվա ազատազրկման։ Սա մրցանակ ստանալուց մեկ օր անց, փոխվստահությունից, խաղաղությունից, կայունությունից խոսելուց մեկ օր անց, եղբայրության համար մրցանակ ստանալուց անմիջապես հետո Ալիևը հլը Բաքու չի վերադարձել։ Նույն Աբու Դաբիում այսօր բանակցում էին պատերազմող Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունները ու համաձայնություն կայացրեցին 314 գերի վերադարձնելու շուրջ։ Մեզ մոտ իբր խաղաղության պայմաններում գերիներին ցմահ դատեցին։ Սա ոչ միայն այդ մրցանակի, այլև այդ խաղաղություն կոչվածի թշվառության մասն է, ու ինչքան էլ ուզեք չեք կարող իրար չկապել։ Գերիներն ու հայ-ադրբեջանական գործընթացները իրար չեք կարող չկապել։ Գերիներով խաղաղություն չի լինում, ոչ մի երկրում չի եղել, Հայաստանում էլ չի լինելու։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության այսօրվա դատավճիռ կոչված ֆարսի մեջ ամենամեծ պատասխանատվությունը անգամ Ալիևից առաջ Հայաստանի ղեկավարությանն է։ Ալիևը թշնամի է, նրանից սպասելի է ամեն ինչ։ Նրան հնարավորություն տրվեր, դա կաներ 1991 թվականից ի վեր ամեն օր, երբ նրան տրվեր այդ հնարավորությունը։ Ալիևը թշնամի է, բայց ԿՊ-ական ղեկավարությունը ինչ է։ Այն պահին, երբ ստանձնեց Հայաստանում իշխանություն, այդ պահից պատասխանատվություն էր կրում, որ բանակցությունները շարունակվեն ուժի չկիրառման, Արցախի ինքնորոշման ճանաչման շրջանակներում, այդ դիրքերից։ Պատերազմի ընթացքում պատասխանատվություն էր կրում, որ ապահովի մեր հաղթանակը։ Այն որ Արարատ Միրզոյանը ասում էր, սա մեր գերագույն հրամանատարն է, չշշկռեք, նա պատասխանատվություն էր կրում գերագույն հրամանատարի դիրքերից, որ թշնամին չշշկռի։ Պատերազմից հետո պատասխանատվություն էր կրում իրավիճակի կայունանալու, արցախցիների վերադարձի, պատերազմի հետևանքները մեղմելու համար։ Պատերազմից հետո Արցախին մնացած տարածքների վրա խաղաղության, կայունության համար էր պատասխանատվություն կրում։ Ու կորցրածից ինչ հնարավոր էր հետ բերելու համար։ Խորհրդարանական ընտրություններից հետո պատասխանատվություն էր կրում Արցախի բուն տարածքների վերադարձի համար։ 2018 թվականի մայիսի 8-ից Հայաստանի նոր կառավարությունը որպես Արցախի արցախցիների անվտանգության երաշխավոր պատասխանատվություն էր կրում։ 2021 թվականին նա խոսում էր ոչ միայն արցախցիների իրավունքների մասին, այլև Արցախի միջազգայինորեն ճանաչման հրամայականի մասին։ Փաստացի
լղիմ տարածքի միջազգային ճանաչման մասին էր նա խոսում։ Խոստումներ էր տալիս։ Կատարյալ ձախողել է այդ ամենը։ Բերել է պատերազմ, բերել է զոհեր, հանձնել է Արցախը, հանձնել է տարածքներ Հայաստանից, փախստական է տվել 150,000 ու գնում է այս ամենի համար մրցանակ ստանալու։ Ասում է անհավատալի է։ Այո, իրոք անհավատալի է։ Մարդ, որը ինքնախոստովանական ցուցմունք տվեց, ասաց կարող էր այս ամենը տեղի չունենալ կամ տեղի ունենալ առանց զոհերի, անհավատալի է, որ այդքան բան ասելուց, անելուց հետո մնաց ու գնաց հասավ Աբու Դաբի։ Բաքվում այսօր դատապարտված անձինք այնտեղ են Հայաստանի իշխանության մեղքով։ Նրանք այսօր պետք է ապրեին Արցախի հանրապետությունում, գործող եւ նախկին նախագահների համար բոլոր սոցիալական երաշխիքներով, հարգանքով, իրենց տներում, բայց հիմա նրանց տները քանդված են, ընտանիքի անդամները փախստական, իրենք էլ Բաքվի բանտերում ցմահ կալանավոր։ Մեր անգամ ամենավատ երազներում պատկերացնում ենք, որ վատագույնը կարող է լինել ազատագրված 7 շրջաններից 5-ի հանձնում Ադրբեջանին, Արցախի կարգավիճակի դիմաց։ Այդքան բան։ Բայց Նիկոլը, որը падգամավոր եղած ժամանակ անգամ այդ 5 շրջանների հանձմանը դեմ էր, ամեն ինչ հանձնեց։ Այդ խայտառակությունը սրանց դիվանագիտության արդյունքն է։ Միրզոյան Արարատի, Մնացականյան Զոհրաբի պատասխանատվության տակ է նաև։ Նիկոլը մրցանակ ստացավ տառապանքներ բերելու, երկիր հանձնելու, Արցախ հանձնելու, Հայաստանից օկուպացիա թույլ տալու համար։ Շուշիում տրճիկ էր տալիս, բայց մրցանակ ստացավ Շուշին հանձնելու համար։ Մյուս մրցանակը վախենամ ստանա թուրքական եղբայրության համար, Հայաստանը մահվան դատապարտելու համար։ Շարունակեք խոսել փոխվստահությունից, կռանալ ու շնորհակալություն հայտնել Ալիևին, ուրախանալ իր տարածքով կեր բերելու համար։ Նիկոլն ասում է անհավատալի է, անհավանական է, խաղաղություն է, հակամարտության էջը փակ է։ Իմացած լինի, որ ոչ մի էջ էլ փակ չէ։ Շատ կուզենայի հավատալ, բայց ախր չի ստացվում։ Նայում եմ դեմքերին, մի կողմից Հայաստանի թիվ 1 սուտասանն է, մյուս կողմից իրեն հարբած ծաղրած ու անվանած ու հայի գլուխը կացնով կտրողին հերոս Սարգող Ալիևը։ Նույն Ալիևը, որը հենց հիմա իր աշխատակազմի միջոցներով պահում է Հայաստանի տարածքին վերաբերող Արևմտյան Ադրբեջան պրոյեկտը։ Նույն Ալիևը, որ այսօր մեր ժողովրդի զավակներին ցմահ տառապանքների դատեց։ Նույն Ալիևը, որ ռազմական բյուջե ավելացնում այդ խաղաղության մեջ։ Ում դեմ է ավելացնում ռազմական բյուջեն։ Կարճ ասած։ Հայաստանում հունիս ամսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը պաշտոնապես բացվեց Աբու Դաբիում։ Ընտրեք Նիկոլին, ամեն ինչ լավ կլինի։ Այդ կոչը անում է Հայաստանի թշնամին։ Իդեպ, արցախցիներին էլ 20 թվականի պատերազմից հետո անգամ կուտ էին տալիս, թե վստահ եղեք, հանգիստ նստեք տեղներդ լավ կլինի։ Տեսանք ինչ եղավ։ Մեզ լուրջ մարդ է պետք ներկայացնի, լուրջ մարդ մեր կողմից պետք է բանակցի, ոչ թե թշնամու նախընտրական նվերների հույսին մնացածը։ Սա, որ պատերազմը պրավալ տվեց, չնայած հակառակներ ասում, հաղթում ենքը դեռ գլուխներիցս դուրս չի գալիս այդ կարգախոսը։ Հիմա էլ նույն մարդը ասում է խաղաղություն, իսկ ո՞րն է երաշխիքը, որ դա էլ պրավալ չի տալու։ Նոր պատերազմ, նոր տարածքներ թեզը իրենցը չէր։ Նա ամեն ինչ պրավալ է տալիս, ինչ խոսում հակառակն է անում եւ ի օգուտ Ադրբեջանի։